Հանուն Հոր և Որդվո և Օգվույն Սրբո ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրտնյալ է հարությունն Քրիստոսի։ Հավասիկ ամենամեծ ավետիսը, որ գվերապերի ոչ միայն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարության, այլ իր ջամփով նաև հույսը կներկայացնե բոլոր մեր արարածներուս նորոգության, հույսով հարության։ Այսօր երկուշաբթի մերելոց հիշադակը կդոնե մեր եկեղեցին, հաջորդող օրն է Քրիստոսի փառավորյալ հարության, այն հույսով ճիշտ, որ մենք ալ մասնակցելով իր թաղման, պիտի նաև օրը հասնենք մեր իսկ հարության ամբողջական։ Շարունակելով մեր դասախոսությունները մխիթարյանագիտական, հասած էինք 15-րդ ներկայացման ընթերցումներու բաժնին, միշտ որպես նյութ առարկա ունենալով անգլիացի գրագետ Գրահեմ Գրինի Հովհաննես 20-9-ի վերջին ծնունդը գրքույկը։ Եվ արիթը կամ շարժարիթը այս ընթերցումներուն և հետևաբար ներկայացումներուն կամ դասախոսություններուն եղած է և է արևմտահայերեն աշխարհապարի թարգմանությունը զոր կատարած եմ այս փոքրիկ, բայց շատ արժեքավոր թանկագին գրքույկին։ Հետ քննարկելու գիրքին ճակատը հեղինակին կողմէ շարադրված, անցած էինք ներկայացնելու ցոնը, որ ես գրած էի, ինչպես նաև հարաճապանը, որ կքննարկենք այս վերջին դասախոսություններու ընթացքին։ Ուրեմն հասած էինք այն կետին, որ կխոսեինք խոսքի սպասավորիմը, որ էր Հայր Լևոն Զեկիյան, այն թերակատարության և նպաստին, որ ունեցած էր նկատմամբ իմանցիս, բայց նաև ուրիշներու, երբ տակավին փոքր էինք և կհաճախեինք Սուրբ Ղազարի մայրավանքի ժառանգավորած վարժարանը։ Այդ տարիներուն գրեթե 3 տարիներ էին դասական լեգիոնի, հետևաբար երկրորդական բարձրագույն ուսումներու, որ ինքը զանազան նյութերով, հատկապես հայ մատենագրության վերաբերող, ինչպես նաև փիլիսոփայության, կփոխանցեր մեզի խոսքի թանկագին բեկորներ և նաև կգերտեր մեր մեջ այս պաշտամունքը կամ արդեն իսկ ինչ որ ունեինք խոսքի հանդեպ